Գոյամարտ սերիալը շարունակում է պահել իր լարվածության ամենաբարձր նշաձողը, յուրաքանչյուր սերիայով ավելի խորացնելով դրամատիզմը և անակնկալներով լի զարգացումները։ Այն տեսարանը, որը բոլորին շոկի մեջ էր գցել Հունանի, Լեոյի և Լեայի առճակատումը, դարձավ սերիալի ամենաքննարկվող պահերից մեկը։ Բոլորը սպասում էին ամենավատին՝ զենքը Հունանի ձեռքում, լարված լռություն, Լեայի արցունքները։ Ամեն ինչ հուշում էր, որ կարող է տեղի ունենալ անդառնալի ողբերգություն, բայց հենց այստեղ Գոյամարտը կրկին ապացուցեց, որ կարողանում է կոտրել սպասելիքները։ Կրակոց իսկապես լսվեց, բայց դա այն չէր, ինչ թվում էր։ Պարզվում է, կրակոցը ուղղված չէր Լեոյին։ Այդ ճակատագրական պահին Հունանի վիճակը կտրուկ վատանում է։ Նրա առողջական խնդիրները, որոնք արդեն իսկ ակնարկվում էին սերիալում, իրենց մասին հիշեցնում են ամենավտանգավոր պահին։ Նա չի կարողանում վերահսկել իրավիճակը, ձեռքը թուլանում է և նա պարզապես ընկնում է։ Այդ պահը դառնում է ոչ թե սպանության, այլ փլուզման տեսարան։ Լեան բնականաբար կոտրվում է այդ ամենից։ Նրա արցունքները ոչ թե սիրելիին կորցնելու վախից են միայն, այլ նաև հոր այդ վիճակը տեսնելուց։ Նա առաջին անգամ տեսնում է Հունանին ոչ թե որպես ուժեղ, վերահսկող մարդ, այլ որպես կոտրված, խոցելի անհատ։ Լեոն նույնպես կանգնած է բարդ իրավիճակի առաջ։ Մի մարդ, ով կարող էր լինել իր ամենամեծ թշնամին, հանկարծ հայտնվում է անօգնական վիճակում իր աչքի առաջ։ Սա այն պահն է, որտեղ ատելությունն ու մարդկայնությունը բախվում են։ Հունանին շտապ տեղափոխում են հիվանդանոց և այստեղից սկսվում է սյուժեի նոր, ավելի խորքային փուլ։ Հիվանդանոցը Գոյամարտում միշտ եղել է ճշմարտությունների բացահայտման վար։ Այստեղ մարդիկ մնում են միայն իրենց մտքերի հետ, դիմակները ընկնում են և իրական զգացմունքները դուրս են գալիս մակերես։ Հունանի համար սա կարող է դառնալ շրջադարձային կետ։ Նա, ով ամբողջ կյանքում փորձել է վերահսկել ամեն ինչ, հիմա հայտնվում է իրավիճակում, որտեղ ոչինչ իր ձեռքերում չէ։ Սա կարող է նրան ստիպել վերանայել իր կյանքը, իր արարքները, իր մեղքերը։ Կսկսի նա զղջալ, թե ավելի կխորանա իր սխալների մեջ, դեռ հարց է։ Լեայի համար սա ամենածանր հարվածներից մեկն է։ Նա միաժամանակ վախենում է հորը կորցնելուց և չի կարողանում հասկանալ՝ ինչու ամեն ինչ այսքան բարդ է դարձել։ Նրա սերը Լեոյի հանդեպ և կապը ընտանիքի հետ հիմա բախվում են ամենադաժան ձևով։ Լեոյի դիրքը ևս բարդանում է։ Նա ավելի ու ավելի է մոտենում ճշմարտությանը, բայց դեռ չի պատկերացնում ամբողջ իրականությունը։ Նրա ճանապարհը հիմա ոչ միայն պայքար է, այլ նաև բացահայտումների շարք, որոնք կարող են փոխել իր ամբողջ կյանքը։ Միևնույն ժամանակ այս իրադարձությունները կարող են արագացնել մյուս գծերը ևս։ Օլգայի խոստովանությունը, Վովայի իրական ինքնության բացահայտումը, Էռնայի կասկածները և այս ամենը կարծես մոտենում են մի կետի, որտեղ այլևս հետդարձ չի լինելու։ Գոյամարտը հենց այսպիսի պահերով է առանձնանում, երբ թվում է ամեն ինչ ավարտվում է ողբերգությամբ, բայց իրականում սկսվում է նոր փուլ։ Այս կրակոցը չխլեց կյանք, բայց փոխեց ամեն ինչ։ Այն դարձավ սահման, որից հետո հերոսներն այլևս նույնը չեն լինելու։ Առաջիկա սերիաները խոստանում են լինել առավել հուզիչ ու բացահայտումներով լի։ Կապաքինվի՞ արդյոք Հունանը, կփոխվի՞ նրա վերաբերմունքը, կիմանա Լեոն ամբողջ ճշմարտությունը և արդյոք այս ընտանիքները կկարողանան հաղթահարել անցյալի ստվերը։ Մի բան արդեն պարզ է՝ Գոյամարտը մտնում է իր ամենախոր ու ամենահզոր փուլը, որտեղ յուրաքանչյուր պահ ունի նշանակություն և յուրաքանչյուր ճշմարտություն կարող է փոխել ճակատագրեր։ Իսկ մինչ կբացահայտվեն այս և այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, չմոռանաք միանալ մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու-բիզնեսյան անցուդարձին, նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Հունանը հայտնվել է հիվանդանոցում։ Նրանք ծաղկաձոր էին գնացել և Հունանին թվում էր, որ այդպիսով նրանց հեռու կպահի Ռաֆի երեխաներից։ Բայց դա միայն թվում էր։ Լեոն անմիջապես հասավ Լեայի հետևից և բնականաբար այդ ամենը չէր կարող հանդուրժել Հունանը, հատկապես երբ նա պարզել է, թե ինչ կապ ունի Լեոն իր անցյալի հետ։ Բայց հիմա պետք է Ծաղկաձորից նրան շտապ տեղափոխեն Երևան, քանի որ մենք բոլորս էլ գիտենք՝ մարզերում այն հարմարություններն ու հարմարանքները չկան հիվանդանոցներում, որը կա Երևանում։ Իհարկե, նրան
շտաբ կտեղափոխեն Երևան, կկայունանա արդյոք նրա վիճակը, թե ոչ, ցույց կտա ժամանակը, բայց առողջական խնդիրները գլուխ են բարձրացնում և բնականաբար այլևս ամեն ինչ առաջվանը չի լինում։ Իննային թվում էր, թե մշտապես նրանք կարող են վերահսկել իրենց երեխաներին ու նրանք անելու են ամեն ինչ, որպեսզի ծնողների խոսքը անեն։ Բայց ամեն ինչ փոխվում է, ամեն ինչ գնում է այլ ուղղությամբ և, ինչպես երևում է, նրանց պատիժը, այսպես ասած, հենց երեխաների միջոցով է գալու, չէ՞ որ Հունանը տարիներ առաջ Լեոյին, նրա քրոջը, եղբայրներին ուղղակի զրկեց իրենց հոր ներկայությունից։ Նրանք ապրեցին շատ ծանր կյանք։ Հիմա ինչ-որ մեկը պետք է պատասխան տա այդ կյանքի համար, և դա Հունանն է, որը պետք է պատասխան տա իր երեխաների միջոցով, որը կլինի ավելի ցավոտ ու ավելի տանջալի։